Ուզում եմ գործ Կարաքելոցից մի հատված հիշեցնել, այս տիրոջ հանդիպումն է Պողոսի հետ եւ Պողոսը երբ որ սենց ջերմերանդությամբ Սողոսը ավելի շուտ ուզում էր եկեղեցին հալածեր եւ ինչ որ բաներ էր կազմակերպում, ինչ որ բաներ էր անում, Դամասկոսի ճանապարհին Տերը այցելում է Պողոսին եւ զրուցում է իր հետ։ Հիմա ասում է եւ նա գնալիս մոտեցավ Դամասկոսին 9-րդ գլխի 3-րդ խոսքից։ Եվ նա գնալիս մոտեցավ Դամասկոսին եւ հանկարծակի նրա 4 կողմովը լույս փայլեց երկնքիցը։ Եվ նա գետնի վրա ընկած մի ձայն լսեց, որ ասում էր նրան. «Սավուխ, Սավուխ, ինչու ես ինձ հալածում»։ Եվ նա ասեց. «Ո՞վ ես, Տեր»։ Եվ Տերն ասեց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես, դժվար է քեզ խթանին քացի տալ»։ Եվ ինչի մասին որ ուզում եմ կիսվեմ, ինչի մասին որ ուզում եմ զրուցենք, 6-րդ խոսքն է. «Եվ դողալով ու զարհուրելով ասեց. Տեր, ինչ ես կամենում, որ անեմ»։ Եղբայրներ, քույրեր, ես կարծում եմ, որ ամեն մի անկեղծ քրիստոնյայի, ամեն մի անկեղծ անձնավորության, որ լսել է ավետարանի խոսքը եւ այդ խոսքը կպել է իր սրտին եւ ինքը հասկացել է, որ իր կյանքի համար դա շատ թանկ ու կարեւոր բան է, իրան այս հարցը հուզում է. ինչ անել։ Տեր, ինչ ես կամենում, որ անեմ։ Եվ այս հարցը մեզանից ամեն մեկի համար կա. ինչ անեմ, Տեր, ինչ ես ուզում, որ ես անեմ։ Տենաս իմ ապրած կյանքը Աստծուն հաճելի է։ Ես մտածում եմ, որ այստեղ ցանկացած քրիստոնյա, որ ինչ որ հոգևոր ճանապարհ անցե, հաստատ այս հարցը տված կլինի. Տեր, ինչ անեմ։ Եվ այս հարցին պատասխանելու համար, սիրելի եղբայրներ, քույրեր, ես ուզում եմ մեկ ուրիշ հարց տանք եւ փորձենք պատասխանել հարցին։ Իսկ ինչ կարող եմ անել։ Ասենք թե ես Տիրոջը հարցնում եմ, ասում եմ. Տեր, ինչ անեմ։ Ու Տերն էլ ինձ հարցրի. իսկ ինչ կարաս անես։ Ինչ կառաջարկես։ Ու հետաքրքիր է, ես ինչ կարամ անեմ։ Ասենք Տերը ասի գնա թշնամուց սիրի։ Կամ մի երեսից որ խփում են, մյուսը դեմ տուր։ Կամ ոչ մի անգամ մի երթվի ու ոչ մի անգամ քո այոն կա ոչը մի փորձի անպայման հաստատած ելնես։ Մի հատ այո կամ ոչ ասեցիր դրանով սահմանափակվի, որովհետև դրանից ավելի ինչ արիցա։ Գնա արա։ Հիմա որ մեկը դրանցից մենք կարանք անենք ժողովուրդ։ Որ մեկը դրանցից մենք կարող ենք ինչ որ մոտիկ անգամ ինչ որ մի բան անել։ Գնում ենք ու աշխատում ենք, սկսում ենք մեր թշնամուն սիրել։ Սեր։ Մի բան, որ մեր գլխից հասկացողությունից վեր է, որ անգամ մեր մոտիկ հարազատը մեր հանդեպ ինչ որ չար բան անի, մենք կտեսնենք, որ մեր ներքն աշխարհում տրամադրվածություն կարա առաջանա անգամ մեր հարազատ եղբոր կամ ընտանիքի անդամի դեմ։ Էլուր մնաց, որ ես կարողանամ ինչ որ բան անեմ Տիրոջ համար։ Եվ այստեղ Պողոսը հարցնում է, ասում է. Տեր, ինչ անեմ։ Հիմա այն վաղ ես գիտեի, որ էսա ճիշտ է, գնամ սենց հալածեմ, գցեմ բանտերը, բան։ Գիտեի էտա ճիշտ է։ Հիմա ինչ անեմ, եւ Տերը ասեց. գնա սպասի։ Գնա այս ինչ տեղը ունդեղ սպասի։ Սիրելի եղբայրներ, քույրեր, երբ որ մենք հավատքի կյանքում, երբ որ հոգևոր կյանքը մեր սկսում է ինչ որ ընթացք ստանալ, եւ ես ասեմ, այդքան կարևոր չի դու նոր ես սկսել այդ քայլերը անել, թե երկար տարիների հավատքի մեջ ես դու արդեն։ Ամբողջ հարցը սրանում է, որ երբ որ դու սկսել ես այդ քայլի, այդ կյանքի մեջ գնալ, երբ որ դու սկսել ես այդ process-ով անցնել, երբ որ հոգևոր կյանքը արդեն սկսել է քո կյանքի ինչ որ մի մասը դառնալ, այդ ժամանակվանից դու
Աստված քո հետ աշխատանք է տանում, որպեսզի դու հասկանաս, որ դու Աստծո ներկայության եւ Քրիստոսի հետ հաղորդակցության եւ Քրիստոսի հայտնության կարիքը ունես քո կյանքում։ Եվ Քրիստոսի հայտնությունն է, որ երկինքը բաց է անում քո առաջ, որ Քրիստոսի հայտնությունն է, որ հնարավորություն է տալիս, որ քո աչքերը բացվեն, եւ դու տեսնում ես շնորհքը Քրիստոսի, դու տեսնում ես այն շնորհքը, որ Աստված քեզ ծրի սիրել է եւ իր կյանքը քո համար Քրիստոսը դրել է, որպեսզի դու Իրանը լինես։ Եվ Եփեսացիս թղթում ասում է, որ շնորհքով եք փրկված հավատքի ձեռքով, եւ սա ոչ թե ձեզանից է, եւ ոչ էլ գործերից, որ մեկը չպարծենա, այսինքն մի բան, որ դու կարանաս անես ու քո մոտ ստացվի, դու պարծենալու տեղ ունես, դու կարաս պարծենաս Աստծո մոտ, դու կարաս պարծենաս ինչ-որ մեկի մոտ, ու երբ որ ինչ-որ մեկին տենաս, որ իր մոտ չի ստացվում, դու իրան վերևից կնայես։ Բայց գիտեք, սիրելի եղբայրներ, քույրեր, իմ կյանքի կարևոր ուսուցիչներից մեկը իմ պարտություններն են, իմ խայտառակ պարտությունները։ Երբ որ մենք պարտություն ենք կրում, երբ որ մենք փորձում ենք ու երբ որ մենք ինչ-որ մի հատ բանի մեջ ենք հայտնվում, որ երբեք չէինք ուզի, որ դրա մեջ հայտնված լինեինք ու տեսնում ենք այդ պարտությունը, մեզ թվում է, թե վայ, երանի ես իջելներ, երանի այդ օրերը իմ կյանքից ջնջվեր, երանի ես տենց վարվեցի, խի ես տենց ընթացք ապրեցի, բայց ուղղակի չենք հասկանում, որ այդ պարտությունները, որ մենք ունենում ենք, դրանք մեր ուսուցիչն են։ Այդ իմ ուսուցիչն է, որ հնարավորություն է ինձ տալիս այն երևակայական, այն իմ պատկերացումներից իմ հանդեպ, անձի նկատմամբ իմ վերաբերմունքից, որ Եդեմի պարտեզում սատանան մխրճեց Ադամի ու Եվայի մեջ եւ ամբողջ մարդկությունն էլ այդ հիվանդությունով տառապում է, որ դու լավն ես, դու ուղղակի քեզ չեն հասկանում, դու անկեղծ ես, դու սենց ես, դու նենց ես, որ դու քո մասին ինչ-որ կարծիքներ ունես, մեր պարտությունները հնարավորություն են տալիս, ընդ որում այդ պարտությունները մեկ-մեկ ինչքան ավելի խայտառակ են լինում, ավելի մեծ են լինում, այնքան ավելի է մեր գլուխը կախվում ներքև, այնքան ավելի ենք հասկանում, որ այդ հարցը ինչ անեմ, ուղղակի արանքից դուրս է գալիս։ Արանքից դուրս է գալիս ու դու հասկանում ես, որ դու անելու ինչ-որ բան քեզանից կախված, որ դու սենց էսա կգնաս, էսա սենց կանես, նենց կանես, դու ուղղակի ի վիճակի չես։ Դու չես կարող ոչ մի բան անես։ Այն մեղավոր կինը, որ լվանում էր Հիսուսի ոտքերը իր արցունքներով, իր մտքով անգամ չէր անցնում Հիսուսին ասել. Ինչ անեմ, Հիսուս։ Պատկերացնում եք, եկել է, հասել է Հիսուսի մոտ, ասում է, Հիսուս ջան, ինչ անեմ։ Ինչ անեմ։ Չէ, ինքը ողբում էր։ Ինքը ամոթալի վիճակում էր։ Ինքը խայտառակ վիճակում էր։ Ինքը անելու բան հասկանում էր, որ չունի։ Եվ անելու բան ոչ թե չունի, որ անելու բան չկա, այլ ուղղակի ինքը ի վիճակի չի անել։ Բայց ահա այն պատանին Մարկոս ավետարանի մեջ մոտենում է Հիսուսին եւ ասում է. «Ինչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։ Հիսուսը ասեց պատվիրանները պահում եմ, ուրիշ ինչ բան կա, մի հատ այնց ավելի թարմ բանից ասա։ Ավելի հետաքրքիր, ավելի ուժեղ։ Մանկությունից հետի սենց իմ ապրած կյանքն է, հետի պրոբլեմ չունեմ ես այդտեղ։ Էլի բան պետք է, որ հանկարծ մարդ ես, էլի նենց մի հատ խնդիր չառաջանա, որ ես հանկարծ պարզվի երկնքի արքայության համար արժանի չեմ։ Հիսուսը ասում է, գնա ունեցվածքդ վաճառի տուր աղքատներին։ Ինչ անեմ հարցը ցնդեց օդ։ Բրծավ։ Վերացավ։ Այն երևակայական այդ վիճակը, հոգեվիճակը, որ ինքը ուներ, այն իր մասին այդ լուրջ կարծիքը, այն
բանը, որ ես այսքան հարստության Տեր եմ ու այս հարստությունը Աստված է ինձ տվել, որովհետև ես մանկությունից օրենքը պահում եմ, որովհետև ես մանկությունից հոգևոր կյանքով եմ ապրում, որովհետև ես այսպես լավն եմ, դրա համար էլ Աստված օրհնել է իմ ունեցվածքը, հիմա գնամ Հիսուսի մոտ, համ կտեն, համ մարդիկ կտենան, որ իմ ռեյտինգը կբարձրանա, այնտեղ իմ բանից էս կբարձրանա, համ Հիսուսը կարող է տենա ինձ գովա, ասի դե որ մանկությունից պահել ես, այս ունեցվածքը տել, դե որ այսքան ունես, Աստվածա բնականաբար քեզ տվել, Աստված օրհնի քեզ գնա ապրի, ինձ հավիտենական կյանքը գրպանումը տա։ Եվ իր այդ հարցը ինչ անեմ, ցնդեց, չքվեց, վերացավ, որովհետև հասկացավ, որ ինքը ի վիճակի չի էդի անելու։ Եվ անգամ եմ պատկերացումը, ես միշտ մտածել եմ դրա մասին, գրված է ինքը տրտմած գնաց, եւ իմ մոտ հարց առաջանում, խեր տրտմե։ Ունեցվածքը ընդե, տունը ընդե, արտերը ընդեղ, անասունները ընդեղ, սաղ իրանց տեղում է, ոսկին իրա տեղում, արծաթը իրա տեղում, սաղ իրա տեղում է, խեր նեղվե։ Հա դե ասես դու էլ թողիր գնացիր, ասիր չէ, չեմ կարա թողիր գնացիր, խեր նեղվե։ Գիտեք ինչ էր նեղվե, որտեղ մի պահ պատկերացրեց Հիսուսի ասածը։ Մի պահ պատկերացրեց սաղ տվել աղքատներին ու ոչ մի բան չի մնացել։ Տրամադրությունը ընկած գնաց եւ երկրորդ անգամ էլ մտքով չի անցնի Հիսուսին մոտենա, ասի ինչ անեմ։ Իսկ ինչ կարաս անես։ Ինչ ես կարում անես։ Եղբայրներ, քույրեր։ Մեզանից ամեն մեկը ամեն օր Քրիստոսի հայտնության կարիք ունի։ Որովհետև Հիսուսի հայտնության մեջ է, որ ես հասկանում եմ, որ ես ինչ որ բան անելու ի վիճակի չեմ, ու երբ որ ես տեսնում եմ իմ կյանքում եղած պարտությունները, երբ որ ես տեսնում եմ, որ 1000 անգամ որոշում եմ կայացրել, որ էլ այս բանը չեմ անելու, որ էլ ձենս չի բարձրանալու տանը, որ էլ ոչ մեկի ոչ մի վատ բան չեմ անելու ու չեմ նեղանալու ոչ մեկից, վсё, բրծավ, այմար դե պետք է ինձ 1000 տարի, հիմա ասեց, կամ արեց, էլ խեմ նեղանում, չէ, վсё, բրծավ, չեմ նեղանում։ Քանի տենց որոշումներ են խայտարակ ձևով տապալվել։ Քանի տենց որոշումներ են սենց ջարդվել ընկել ներքև ու հասկացել ես, որ դու ուղղակի չես կարում։ Եվ ոչ միայն չես կարում լավը անես, անգամ հասկանում ես, որ չես կարում զսպես, որ վատը չանես։ Ու ամեն մի քո պարտությունը դու ինքդ էլ չես հասկանում ոնց է Աստված դարձնում քո ուսուցիչ այդ պարտությունը։ Եւ ամեն մի այդ պարտությունը Ադամի էության, որ Աստծո պես կլինես, այդ պտուղը ուտելու այդ ցանկությունը Աստծո պես լինելու, ես լավն եմ, ամեն մի այդ պարտությունը բերում է նրան, որ ես ամեն անգամ ջարդվում եմ, ամեն անգամ կոտրվում եմ, ամեն անգամ թևերս թուլանում է այդ պայքարի համար, որ ես էսա մի բան կանեմ։ Եվ հաճախ Աստծուց եմ նեղանում, որ ասում Տեր, բախի ինձ չօգնեցիր, ինչի ես հայտնվեցի այդ վիճակի մեջ։ Չէ, դու կարայիր, չէ նենց անեիր, որ ես չմգնեի այդ վիճակի մեջ։ Ուղղակի չեմ էլ հասկանում, որ Աստված թույլ տվեց, որ ես գնամ հայտնվեմ այդ վիճակի մեջ։ Կարելի է ասել, որ Աստված արեց, չքարկոծեք ինձ, որ դու հայտնվես այդ պարտության մեջ, որովհետև ինքը ինձ ու քեզ սիրում է։ Գիտեք, ինքը ուզում է իմ հետ մտերմություն անի։ Ուզում է, որ ես իր հետ կենթանի հաղորդակցության մեջ լինեմ։ Ուզում է, որ մենք իրար հետ ջերմ, մտերիմ, հարազատ հաղորդակցություն ունենանք։ Եվ դրա համար իմ քիթը ինձ խանգարում է, ինչ կապ ունի, չէ քիթը։ Ներքուստ քիթս ցիցը,
Երևա։ Կոտրումա, որպեսզի իմ հետ ըլնի շփվել, որպեսզի իմ հետ ըլնի հաղորդակցվել։ Ես պատմել եմ դրա մասին տարիներ առաջ, ես կուզեմ նորից պատմեմ, որտեղ մարդու էությունը ժողովուրդ ահավոր է, անկեղծ եմ ասում, ահավոր է, մարդը որ իրան ճանաչի կգժվի, կարող է գժվի, եթե Աստծո ներկայությունը չլինի ու մարդը ինքը իրան բացվի ճանաչի, մարդը ուղղակի կխելագարվի ինքով, հպարտության մի հատ գագաթնագետ։ Երկու ընկերներս են սովետների վախտով գնում են միտեղ աշխատուն փող են հավաքում, որ իրար հետ գնան ծով, Սոչի, այդ փողը հավաքում են լրիվ հերիքում, գնում են, ասում այս մի ընկերս շատ ուժեղ լողորդ է, մենք որ իրար հետ տեղ էին գնում, ինքը մտնում էր ջուրը, կարող առավոտը մտներ իրի գունը դուրս գար ջրից, ու ոչ թե ջրի մեջ կանգնած, լողում էր, ոնց որ ձուկ լիներ։ Այն մյուս ընկերը ինքը չգիտեր լողալ, բայց չէր ասում, ամաչում էր ասի, որ չգիտի լողալ, ոչ մի անգամ չի ասեմ ես դրա մասին։ Հիմա իրար հետ գնացել են ծով, ասում գնացինք սենյակը վերցրինք, բանտի ասում շունչս կտրում եմ, ասում եմ գնամ գցվեմ ջուրը։ Երկուսով գնում են, այս վանք ասենց որ բարձր տեղ, ասենց գնում են թռնում են ծովը, ասում ես գնացի ասենց վազելով թռա գցվեցի ջուրը, ինքն էլ իմ հետևից վազելով եկավ գցվեց ջուրը։ Բայց ընդհանրապես լողալ չգիտի։ Ասում ես էլ լողալով գնում եմ, ասենց մեկը մի պահ հետ չդարա, տեսա մեկը ասենց հելնում է, իջնում։ Վախեցած եկա, ասում ես որ եկա իրան օգնեմ, ասում ոտերով ու ձեռքերով հելավին վրա։ Ինձ սխմեց ներքև, հիմա ոտերով ասում ասենց բռնելա չեմ կարում ազատվեմ։ Ու ասում վերջը շատ տառապելով մի կերպ դուս եկա նորից մտցրեց, ասում մի ահավոր պայքար է գնում։ Ասում մեկ էլ տեսա մեկը լողում է ձեռով, բան արեցի, արի երկուսով մի կերպ թևերը ոլորեցինք, բան մի կերպ սենց քաշ տվինք ափ, բայց ասում այն որ ես պահիտակ զգում էի, որ հեսա կխեղդվեմ, էլ ուժերս չի երիքում հասնեմ ափ։ Ասում եկանք սենց այդ ավազի վրա սենց պարկած ենք ընկած, մեկ էլ ասում շունչս կտրվում է, մեկ էլ ասում գլուխը բարձրացրեց, սենց արեց։ Իմ համար լողանում էի, այդ եկար խանգարեցիր։ Եղբայրներ, քույրեր, մարդու հպարտությունը սահման չունի։ Եվ պետք է ալնում, գիտեք, որ Աստված մեզ կոտրի։ Պետք է ալնում, որ Աստված մեզ մտցնի ինձ տեղեր, որտեղ մենք կարող է խայտառակ լինենք, անգամ ուրիշների աչքերին։ Ու մենք ասում ենք՝ խի Տեր, խի թողեցիր, կարայիր չէ պահեիր, կարայիր չէ չթողեիր ես այդ վիճակի մեջ հայտ չհայտնվեի, կարայ, բայց չէ որ սիրում ա քեզ, չէ որ ուզում ա քո հետ շփվի։ Իսկ այդ հոգեվիճակով, որ խի խանգարեցիր, այդ հոգեվիճակով չի նի շփումը, կոտրած սիրտ, կոտրած ու փշրված սիրտը դու չես անարգում ով Աստված։ Եվ Աստված մեզ անցկացնում է այդ ճանապարհով, սիրելի եղբայրներ, քույրեր, եւ սովորացնում է մեր կյանքում, որ մեր հայացքը մեզանից կտրված իրան նայենք, որ Հիսուսը իմ համար դառնա ամենը ամենում, որ Հիսուսը դառնա իմ կյանքի ամենաթանկը, ամենասիրելին, որ ինքը ինձ համար դառնա իմ կյանքի ամենակարևորը, գիտեք, որովհետև ես էլ իր համար եմ ամենակարևորը, որովհետև այդ արյունը, որ եկավ ու թափեց ինքը ինձ համար, այդ արյունը, որ ինքը եկավ ու թափեց ու այդ տառապանքը անմարդկային, որ ինքը կրեց անգամ միջև խաչելությունը և խաչելության ընթացքում տանջամահ լինելով մահացավ, դա իր վերաբերմունքն էր իմ հանդեպ։ Եվ ես իր համար լինելով ամենաթանկը, և դու իր համար լինելով ամենաթանկը, ինքը ուզում է բացվի իմ ու քո համար, որ ինքն էլ մեր համար լինի ամենաթանկը, որ մեկ լինենք իրար հետ, սիրելի եղբայրներ, քույրեր։ Ու հոգևոր կյանքը դա մի կողմից պահանջատիրոջ
Մյուս կողմից պահանջները կատարողի հարաբերություններ չի։ Հեսա պահանջները գրել եմ, Մատթեոս ավետարանում կա, գնացեք, կպահեք, չեք պահի, ձեր մուրը ձեր գլուխ, ով կպահի են էլ կփրկվի։ Ոչ, Մատթեոս ավետարանի լեռան քարոզը գրել է, որպեսզի ես ու դու տեսնենք մեր խեղճ վիճակը, որ մի բան ընդ փորձել եմ, արել եմ, ես մի տեղն եմ փորձի արել, որ առավոտը 3-ին հելա քնից, ինձ ստիպելով բուձիլնիկը դրեցի, հելա սկսեցի աղոտ քանել, որ տեսեք, ես ինչ հոգևոր մարդ եմ, ես մի ժամանակ օրը 3-ից 4 ժամ աղոտ էի անում եղբայրներ, քույրեր, ու երկար ընթացք տևեց այդ իմ կյանքում, ու սենց բան էի անում, որ ես ինչ հոգևոր մարդ եմ ես։ Հետո պարտության ետևից, սենց խեղճացա, փոքրացա դարամի գունդ։ Եվ դրա համար Աստված իմ ու քո աչքերը ուզում է ուղղի դեպի Քրիստոս։ Եվ դրա համար Սուրբ գրքից 2 հատ օրինակ բերեմ եւ կավարտեմ։ Մատթեոս ավետարանում գրված է Հովանես Մկրտչի մասին 3-րդ գլխում եւ շատ հետաքրքիր բան է գրված, եղբայրներ, քույրեր, այնտեղ տալիս է, որ Հովանես Մկրտչի հեղինակությունը այն որ սենց հասել էր իր գագաթնակետին Իսրայելի մեջ, ժողովրդի մեջ, հələ տեսեք ինչ է գրած իր մասին, երբ որ ինքը մկրտում էր, 3-րդ գլխի 5-րդ խոսքը, այն ժամանակ դուրս էին գնում նրա մոտ Երուսաղեմը եւ բոլոր Հրեաստանը եւ Հորդանանի բոլոր կողմերը եւ մկրտվում էին Հորդանանի մեջ նրանից իրանց մեղքերը խոստովանվելով, պատկերացնում եք, բոլոր Հրեաստանը գալիս է իր մոտ մկրտվելու, պատկերացնում եք ինչ հերթ է։ Ու այդ հերթի մեջ անգամ գիտեք ովքեր են։ 7-րդ խոսքում ասում է եւ երբ որ նա տեսավ, որ փարիսեցիներից եւ սադուկեցիներից շատերը գալիս էին իր մոտ մկրտվելու։ Այդ հերթի մեջ անգամ փարիսեցիներն ու սադուկեցիներն էին իր մոտ գալիս էին մկրտվել։ Պատկերացնում եք հեղինակությունը ամբողջ Իսրայելի մեջ Հովանեսի ինչ մեծ էր։ Եվ մեկ էլ իր մոտ գալիս է մկրտվելու Հիսուսը։ Ճիշտ է, Հովանեսը ընդդիմանում է չի ուզում թողի, եւ Հիսուսը իրան ասում է, որ պետք է կատարվի, եւ Հիսուսը մտնում է եւ մկրտվում է, եւ ասում է մկրտվելուց հետո Հիսուսը շուտով դուրս եկավ ջրից եւ ահա երկինքը բացվեցավ նրա համար եւ նա տեսավ Աստծո հոգին, որ վայր էր իջնում աղավնիի պես եւ գալիս նրա վրա եւ ահա երկնքիցը ձայն եկավ, որ ասում էր. Դա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի։ Հիսուսն է սիրելի որդին։ Այդ ամբողջ մարդկությունը, ուշադրությունը, հայացքը Հովանեսի վրա էր, երկնքից Աստված ամբողջ այդ ժողովրդի հայացքը կտրեց Հովանեսից եւ ուղղեց Հիսուսի վրա։ Աստծո գործը քո կյանքում նա է, որ քո կյանքում բոլոր քո հայացքը ուր է լնգնի, բոլորից կտրի եւ դնի Հիսուսի վրա։ Եվ անգամ քո կյանքում, քո ընտանիքի անդամների մեջ կապ չունի ով, կարող է ինչ-որ մեկը լինի, որ մեծ հեղինակություն լինի քո համար, անգամ Աստված թույլ կտա, որ դու լուրջ պրոբլեմ ունենաս իր հետ, որ քո հայացքը իրանից կտրես եւ Հիսուսին նայես։ Եվ էլի Մատթեոս ավետարանում 17-րդ գլխում տալիս է, որ այլակերպության լեռան վրա Մովսեսը եւ 3-րդ խոսքում ասում է եւ ահա երևեցան նրանց Մովսեսը եւ Եղիան, որ նրա հետ խոսում էին։ Մովսես, Եղիա, Իսրայելի մեջ հեղինակություններ,
որոնց իսկականից ամբողջ, եթե մեկը հրեա է իրանց մասին գիտի, թեկուզ անցնի ինչ քանի տարի ուզում անցնի, քանի 100 տարի ուզում անցնի, իրանց մասին գիտի, ու հիմա այդ երկուսը աշակերտների դեմը կանգնած են Հիսուսի հետ, եւ ինչա առաջարկում Պետրոսը. Տեր, լավ է, որ մենք 4-րդ խոսքում, լավ է, որ մենք այստեղ լինենք, եթե կամենաս, այստեղ 3 տաղավար շինենք։ Ինչի 3, որովհետև այդտեղ կար 3 հեղինակություն, 3 կարևոր հեղինակություն, բայց այդտեղ չկար 3 կարևոր հեղինակություն, այդտեղ կար 1 հեղինակություն։ Եվ նա տակավին խոսելուս, ահա մի լուսավոր ամպ Հովանի եղավ նրանց վրա, եւ ահա մի ձայն եղավ այն ամպիցը, որ ասեց. դա է իմ սիրելի որդին, որին ես հավանել եմ, դրան լսեցեք։ Ու միանգամից են երկուսը վերանում են։ Աստված քո կյանքում աշխատանք է տանում, որպեսզի Հիսուսը լինի քո կյանքի ամենում, որպեսզի Հիսուսը լինի քո կյանքի ամենաթանկն ու կարևորը, որովհետև իրականությունը էդի է, ժողովուրդ ջան։ Եվ Եբրայեցիս 12:2 ես ավարտեմ այս խոսքերով։ Մտիկ տանք մեր հավատքի զորագլխին եւ կատարողին Հիսուսին։ Նայենք Հիսուսին, ժողովուրդ։ Նայենք իրան, որովհետև ինքն է, որ քո կյանքում քո մեղքերը վերցրել է իր վրա։ Ինքն է, որ քո ցավերը վերցրել է իր վրա, ինքն է, որ տառապել է քո համար, որ դու այսօր Աստծո զավակ կոչվես, որ դու երկինք գնաս հավիտյան ընդեղ ապրելու։ Դրա համար եկեք մեր հայացքը մեզանից, ախր նայելու բան չենք, որ մեզ նայենք, ժողովուրդ։ Մեկ աղոթքի մեջ ասում են, Տեր, ես քեզ չեմ հասկանում։ Ոնց կարելի է ինձ սիրել։ Ոնց է հնարավոր ընդհանրապես ինձ սիրել։ Եղբայրներ, քույրեր, մեր հայացքը մեզանից կտրենք եւ Հիսուսին նայենք, մեր հավատքի զորագլխին եւ կատարողին։ Ամեն։ Աղոթենք։